Բարև ձեզ իմ շատ սիրելի բարեկամներ։ Նորից միասին ենք այսօր իմ խոհանոցում։ Պատրաստելու ենք միասին կաթնաշորուրդ խվածքաբլիթներ, որոնք շատ արագ են պատրաստվում եւ անչափ համեղ են։ Ուրեմն ամենասկզբից ալյուրը եւ սառը կարագը պիտի դարձնենք փշուր։ Հենց այսպես ձեռքով վերացում ենք փշուրի, կարագը պիտի սառը լինի։ Բարեկամներ, ես մոռացա նշեմ, թե ինչ է մեզ հարկավոր այս գեղեցիկ ու համեղ թխվածքաբլիթներ պատրաստելու համար։ Ուրեմն ալյուր կարագ, որ ես արդեն փշուր եմ դարձրել, կաթնաշոր, ուրեմն շագանակագույն շաքարավազ է հարկավոր, եթե չկա շագանակագույն, վերցրեք նորմալ սպիտակ շաքարավազ, մեկ ձու, բխրեցուցիչ, աղ եւ վանիլի։ Ուրեմն ես արդեն փշուրի եմ վերացել կարագը եւ ալյուրը։ Հիմա մեկ ուրիշ ամանի մեջ ավելացնում ենք 300 գրամ կաթնաշոր, խնդրում եմ վերցրեք առանց հատիկների կաթնաշոր, եթե հատիկներով է կաթնաշորը, ուրեմն անպայման հարկավոր է բլենդեր անել, հարկավոր է մեկ ձու, կոտրում ենք հենց կաթնաշորի վրա, այսպես, ավելացնում ենք աղը, մեկ պտղունց աղ է մեզ հարկավոր, վանիլինը և մեկ թեյ գդալ բխրեցուցիչ, վանիլինը իհարկե մեկ տուփ է հարկավոր, այս ամենը խառնում ենք իրար։ Ուրեմն շատ լավ խառնելուց հետո ստանում ենք այսպիսի թույլ զանգված, ավելացնում ենք ալյուրի և կարագի վրա։ Եթե կաթնաշորը հատիկավոր է, բլենդեր է կարել, հենց բլենդերի մեջ էլ կարելի է այդ ամենը ավելացնել և խառնել իրար։ Հիմա ձեռքով խառնում ենք, որպեսզի խմոր ստանանք։ Շատ քիչ պիտի հունցենք սեղանի վրա։ Շատ խիտ խմոր մեզ պետք չէ։ Այսպիսի խմոր է մեզ հարկավոր, փափուկ և ձեռքերին չկպչող, շատ փափուկ է խմորը, ու չի կպչում ձեռքերին։ Խմորը բաժանում ենք երկու մասի։ Մեկ մասը դնելու ենք մի կողմ և այս երկրորդ մասի հետ աշխատում ենք արդեն։ Բացելու ենք կրկնակով։ Խմորը բացելու ենք, այսպիսի հաստություն է ունենալու, մոտավորապես կես սանտիմետր և կտրում ենք այս խմորը նորից կրկնակելու ենք և նորից ստանանք թխվածքաբլիթներ։ Ծալում ենք մի հատ և հետո երկրորդ անգամ և վերջ։ Մի փոքր այսպես ձեռքով սեղմում ենք, որպեսզի շաքարավազը ու դարչինը կպնի խմորին։ Եվ երկրորդ անգամ ենք ծալում, եռանկյունի ենք ստանում, այսպես ասած։
արդեն երկրորդ գույնն ենք բացում, սիրելիներս։ Պատրաստ է արդեն մեր տապակը, այսպիսի տեսք ունի, առայժմ ես արդեն հենց սկզբից ձևավորելու ժամանակ միացրել եմ արդեն ջեռոցը ու թխելու ենք 180 աստիճանի տակ վերև ներքև ռեժիմով։ Մոտավորապես 20-25 րոպեում թխվում է արդեն, պատրաստ են արդեն մեր համեղ թխվածքաբլիթները, տեսեք այսպիսի գեղեցիկ եւ բաց թխվածքաբլիթներ ենք ստացել, շատ հափուկ, անուշ բույր է տարածվել մեր խոհանոցում, դարչինի, վանիլային, հայկանում ստացանք մի այսպիսի գեղեցիկ ափսե թխվածքաբլիթներ, շատ համեղ, դարչինի համով, շատ արագ եւ գեղեցիկ իհարկե։ Խնդրում եմ դուք էլ պատրաստեք, փորձեք, որովհետեւ շատ արագ է լինում, քանի որ այդքան բաղադրիչներ էլ չի պահանջում։ Համոզված եմ, որ ձեզ դուր կգա անպայման եւ համը եւ տեսքը ավարտենք այսքանով։ Շատ արագ թխվածքաբլիթներ ստացանք, դուք էլ փորձեք, պատրաստեք, համոզված եմ, որ ձեզ դուր է գալու անպայման։ Խնդրում եմ անպայման դիտեք մինչև վերջ, չմոռանաք հավանության նշանները, սիրում եմ բոլորիդ, շնորհակալ եմ բոլորիցը, ցտեսություն, մինչ նոր համեղ հանդիպում իմ խոհանոցում։